Բարի լույս սիրելիներս, տեսնենք ինչ տարբերություն կա մեր եւ այն մարդկանց մասին, ովքեր երազեցին տեսնել Քրիստոսին, բայց չկարողացան։ Այդ փրկության համար է, որ փնտրտուքներ կատարեցին եւ քննեցին մարգարեները, որոնք մարգարեանում են այն շնորհի մասին, որ վիճակված էր ձեզ։ Քննում էին, թե որ եւ ինչպիսի ժամանակի մասին էր ծանուցում իրենց մեջ եղող Քրիստոսի հոգին, որ նախ վկայում էր Քրիստոսի չարչարանքների մասին եւ դրանից հետո նրա փառքի մասին։ Աստված նրանց հայտնեց նաև, որ ոչ թե իրենց համար, այլ մեզ համար էին տրված այդ պատգամները, որոնք այժմ պատմվեցին ձեզ նրանց միջոցով եւ ավտարարվեցին Սուրբ Հոգով, որն ուղարկվեց երկնքից, մի բան, որ կցանկանեն հրեշտակները գոնե աղոտ կերպով տեսնել։ Բոլոր մարգարեները սիրելիներ խոսեցին Հիսուս Քրիստոսի գալստյան չարչարանքների հարության մասին, բայց այդպես է նրանք ականատես չեղան։ Նրանք երազում են, որ գոնե գեթ մեկ ակնթարթ տեսնեին այն ամենը, ինչ որ պիտի կատարվեր Փրկչի գալով։ Մենք երանելի ենք, որովհետև բոլոր մարգարեությունները մենք կատարված տեսանք Հիսուս Քրիստոսի կյանքի մեջ։ Նրա ծնունդը, մկրտությունը, չարչարանքները, հարությունը եւ մարդկանց դեպի փրկության հրավերը։ Այս աշխարհի մեջ շատ կարևոր է, որպեսզի մարդիկ հասկանան, թե իր ապրած ժամանակի մեջ ինչ է կատարվում։ Նրանց կյանքի մեջ ոչինչ չկատարվեց։ Նրանք ամեն ինչ արեցին, որպեսզի մենք տեսնենք, ապագայի համար է։ Այնպես էլ ամեն խոսք, որ Սուրբ գրքի մեջ կատարվում է, որ խոսված է մեզ համար, նրա համար է, որպեսզի մենք ճշմարտությամբ տեսնենք ու հասկանանք, թե նաև Աստված մեզ ինչ է ուզում։ Տեսեք, այստեղ առաքյալն ասում է, որ հրեշտակներն անգամ աղոտ կերպով կուզեին տեսնել այդ ամենը, բայց չէին կարող։ Ինչու? Որովհետև Հիսուսի արյամբ մարդը կարող է փրկվել, բայց ոչ հրեշտակները։ Հրեշտակները ի տարբերություն մարդկանց չունեն ազատ կամք։ Նրանք ազատորեն հրաժարվեցին իրենց ազատ կամքից եւ ընտրեցին հավիտենապես Աստծո հետ ապրելու։ Մենք մարդիկս թեև խոստանում ենք Աստծո հետ ապրել, Տիրոջ հետ լինել, բայց այն անգամ մեղքի պատճառով մենք սայթաքում ենք ու հեռանում ենք։ Եվ միայն Քրիստոսի արյամբ է, որ մենք մաքրվում ենք եւ նորից հնարավորություն ենք ունենում Քրիստոսին մոտենալու համար։ Եվ սա մեծագույն պարգևն է մարդու։ Այնինչը, որ Սուրբ Հոգով տրվեց մարգարեներին խոսելու Հիսուսի մասին, թե ինչ է սպասում այն մարդուն, որ կհավատա, կտեսնի Հիսուսին, մենք ամենը տեսանք ու զգացինք։ Մենք հարության վկաները եղանք։ Մենք հարությալ Քրիստոսի հաղթանակը տեսանք, որովհետև այս ամենը մարգարեները խոսեցին, պատմեցին, բայց ասում է Պողոս առաքյալը Եբրեցին նամակի մեջ, կերազեն գեթ մեկ անկնդարտ այն ամեն իրենց ֆիզիկական աչքերով տեսնել։ Այնպես էլ մենք սիրելիներ, ինչ որ տրված է մեզ, մենք պետք է գնահատենք։ Այն ժամանակի մեջ, որի մեջ մենք ապրում ենք, դա երանելի օրեր է մարդու համար, որովհետև կարող է գան օրեր ու ժամանակներ, որ մենք ուզենանք ու չկարողանանք։ Մենք խնդրենք, պաղատենք, բայց այդպես էլ հնարավորություն չունենանք այդ ամենը տեսնելու։ Ուրեմն թող ինչ որ գրված է գրքի մեջ, հասկացեք այսօրվա համար, այս օրերի համար ապրեք, որովհետև փրկությունը հենց այսօր է, վաղը չէ, մյուս օրը չէ, 1 տարի, 10 տարի հետո չէ, մեր ծերության ժամին չէ։ Այսօր է մեր փրկությունը։ Այսօր դու պետք է հավատաս ու գործես քո կյանքի մեջ։ Այսօր է, որ դու պետք է հավատաս ու իրականացնես այն ամենը, ինչ որ խոստացել ես Հիսուսին, ինչ որ Հիսուս քեզ պատգամել է, դու այսօր պետք է գործի դնես, չպահես վաղվա համար, որովհետև չսպասված ժամին Տերը պիտի գա եւ մեզանից հաշվետվություն պահանջի։ Իսկ եթե մենք պատրաստ չլինենք, մենք կզրկվենք նրա ներկայությունից, մենք կզրկվենք նրա հավիտենական կյանքի մեջ ապրելու այդ մեծ ուրախությունից եւ վերջապես առանց Քրիստոսի մենք մոլորված կմնանք եւ շատ հեշտ կերակուր կդառնանք մեղքին ու չարին։